Լուրջ էս ինչ ծանր օրեր։ Մամայի ձայն դեր։ Մաման է գոռում։ Մա։ Մա։ Էմիլիա ջան, ես ինչ դարեկով իմ գլխին, բաբա։ Ես ինչ օրով Ռուբիկն ինձ է։ Մամ, ինչ ա եղել։ Մամա ջան, սիրտս սովում է։ Yani ծրիվ եմ ելից, կերպս խորնվավ իրար։ Այ մամ ջան, ինչ ա եղել։ Մամ ջան, կյանքս խնդրում եմ։ Մամ, մի հատ կարաս, մամ, հանգստացի, մի հատ ինձ լսի, հա։ Մենք իր ահախից կգանք, դու ընդհանրապես դե խմել ես, հանգստացնով խմել ես։ Մամ, ճորեղ տվա։ Մամ, ստերից վերջրան տվավ չեմ, մամա ջան։ Խնամի ջան, դու տես ես դրա գլխին ի ճոյին եմ դնելու։ Հələ դու սպասես դրա հարցերը տես ոնց եմ լուծելու։ Խնամի ջան, ախր ես ես բան չեմ արել, խուրբանդ է թամ։ Հասկանում եմ, խնամի, հասկանում եմ։ Հասկանում ես, բայց աշկերից հետևում է, որ ինձ չես հավատում։ Ես չհասկացամ ինչպես եկավ ծոցս մտավ։ Հավատում եմ, խնամի, հավատում եմ։ Հավատում եմ։ Ռուբիկ այդ մարդը չի, խնամի ջան։ Ռուբիկ այդ մարդը չի, որ տենց հարամ բան անի քո օջախում։ Ես այդ մարդը չեմ։ Հետո Ռուբինայից որ տեսամ, աչքերը սևացել էր։ Կարծամ ինձ սպանում է, նրան էլ կսպանի, դու քեզ էլ կսպանի, դու ախեցան, այն ասված վախեցամ։ Կբացատրենք, կհասկացնենք։ Անհնարին է, անհնարին է, անհնարին է։ Խնամի ջան, են ասված, շունչս կտրվում է, ուզում եմ դուս երթամ մախուլոտ շնչեմ։ Դուրս չգաս, հիմա վտանգավոր է։ Ճիշտ ես ասում, վտանգավոր է, վտանգավոր է։ Մամա ջան, սիրտս սովում է։ Ինչ կա։ Սիրտը վատացել է։ Բժիշկ չէ։ Բժիշկը ինձ է պետք, ինձ։ Քեզ ինչ եղավ։ Ինչ անամ, մեկ էլ տեսար, մեկը վաղը քո ծոցը մտնի։ Իրավ չհավաքի քեզ։ Ես սարմանում եմ, այդ ով են դրանք, աներես։ Դե որ նորմալ մարդն էին, մենք այս պատմությունների մեջ չէինք կրկնի։ Ճուղ եկել են։ Հիմա ես դրա պորտը չեմ կարա տեղը դնեմ։ Կարաս։ Բայց հիմա չէ։ Թող Ալեքսին իր գործերն անի վերջացնի հետո։ Իսկ եթե չլուծի, Որ չվերջացնի, ուրեմն պիտի սենց ատամները սեղմենք, ներվայնանանք ու խաղանք։ ես չեմ կարող խաղալ։ Ուզում եմ երկուսին ասած հանեմ շպրտեմ տնիցս դուրս։ Ան շպրտի։ Այ քեզ բան։ Ես իրան իմ տանը չեմ ուզում տեսնել։ Քուրս հիմա կգնա։ Բայց քուր ուր է գնալու։ Հենց հիմա գնում ես ու վերջ։ Կգնա Ալեքս, հենց հիմա կգնա։ Դու էլ Ես։ իրար հետ ունես 2 րոպե ժամանակ, հավաքում ես ու ազատում ես տունս։ Լավ։ Ես կգնամ։ Բայց եթե հանկարծ իմ կարիքն ունեցար, ես էլ ես տուն չեմ։ Ոնց որ դու էլ հավես ունես, հա, երկրացնելու հետ։ Բայց Ինչ բայց չկա։ Հավաքվի գնա, արագ ասու։ ոնց կուզես։ Մի րոպեից տեղ չլնեք։ Պարտադիր պիտի սա հարամ անես, չէ։ Ես քեզ կանչել եի, որ օգնես, թե խանգարես։ Բայց սրանից ավել էլ ինչ անեի։ Լսի, այ հիմար, եթե ես ես տնից դուրս եկա, դու մոռացի նրա մասին, որ ես Ալեքսին կարամ ինձանով անեմ։ Զի մի րոպե սպասի, հա։ Դու Ալեքսին երբեք էլ քեզանով չես արել։ Դու Ալեքսի հետ ընդամենը գործ արք ես արել, ուրիշ ոչինչ։ Լավ գիտդ մի կախի։ Հավես տեսակ մի բան լավ եղավ։ Չաղկալ աչքերով մորքուրը քաչալի համար անհանգստանում էր։ Դդ մերը քաչալին եմ մնացել։ Գիտեմ ինչ ես ասելու կյանքս։ Լսի, Ալեքս, ես էլ չեմ կարող հանդուրժեմ։
Հəլի իմ պահով ոչինչ կարող եմ ինչ որ մի բան կուլ տալ։ Բայց ինչ վերաբերում է մերոնց չէ, Ալեքս։ Չեմ կարա։ Ես այդ հարցը արդեն լուծել եմ։ Բա որ խոսեն, բա որ բերանները բացեն։ Ինչ լինում է թող լինի։ Դու այդ մասին մի մտածի, մի լարվի։ Ես այդ հարցերը կլուծեմ։ Ես ուղղակի չեմ ուզում, որ այս ամեն ինչը ավելի բարդանա, ավելի վատ ընթացք ստանա։ Այդ սխալ քայլ էր։ Ես պետքա չամուսնանայի դրա հետ։ Այդ շատ սխալ քայլ էր։ Ես իմ սխալը արդեն ուղղել եմ։ Կամաց։ Մնում է հիմա մաման լսի ու վերջ։ Շատ շնորհակալություն, որ ինձ տուն բերեցիր։ Չէ, ինչի համար։ Ուզում ես առավոտյան էլ գամ հետևիցդ։ Չէ, կարիք չկա։ Ինչի համար, ինձ դժվար չի։ Ես կակրազ Ալեքսի հետ գործ ունեմ առավոտյան։ Դու քանիսին ես գնում գործի։ Ես շատ շուտ եմ գնում, Ալեքս այդ ժամին հաստատ արթուն չի լինի։ Դե ճիշտն ասած գործս քո հետ է։ Առավոտյան կգամ կասեմ ինչ եմ մտածել, ճանապարհին քննարկելով կգնանք, ամել կտանեմ միանգամից։ Կխոսենք։ Ես վազեմ տուն, քանի ինձ տուն են թողում։ Դե ես տեղ եմ, սպասեմ մինչև մտնես տուն, կզանգես կասես ամեն ինչ օքեյ, նոր կգնամ։ Ինչի համար։ Դե կարող է չթողեն տուն, տանեմ ներ տուն։ Ահա որ բարի տղա ես, ասեմ իմանաս։ Բա, տեղս չգիտեն։ Հենց որ հարցնող լինի, ես անպայման քո մասին կպատմեմ։ Գիտես ինչ եմ մտածում։ Հիշի, հետո կպատմես։ Ես գնացի։ Натали, утоли мои печали, Натали, Натали. Որպեսզի դուք չզգաք դիսկոմֆորտ, թոթրակ, իրավաբանական ծառայություններ եւ խորհրդատվություն։ Ձեր հարմարավետությունն ու անվտանգության ապահովումը մեզ համար առաջնահերթ է։ Զանգեք հիմա 888 980 8081 կամ այցելեք D-Star Collision Center։ Վստահելություն, արագություն եւ գերազանց սպասարկում։ Նոր տարին ենթադրում է նոր կյանք, նոր ձեռքբերումներ ու նաև նոր երիտասարդ տեսք։ Ու առաջին բանը առավել քան որևէ այլ բան, որ հետ կբերի ձեր երիտասարդ տեսքը, գեղեցիկ, փարթամ, առողջ մազերն են։ Երբ կա Կուրուքս մազերի մասնագիտացված կենտրոնը, որը մեկ օրում վերականգնում է ձեր սեփական մազերը անցավ հաճելի միջավայրում, ինչու՞ չանել այն։ Զանգեք 818 418 1111 եւ ամրագրեք ձեր օրը։ Կամ պասապտես այցելեք 229 North Central Avenue, Glendale, առաջին հարկ, մուտքը փողոցից։ Սա ուղակի հրաշք է։ Հազարավոր մարդիկ արդեն արել են սա ու վայելում են իրենց երիտասարդ տեսքը։ Բա դու զանգեք 818 418 1111 Կուրուքս։ Դուք նորից երիտասարդ եք։ Skinnovate Med Spa-ում քեզ սպասում են ամենատրենդային բյութի ծառայությունները՝ Botox, filler, microneedling, VI chemical peel, PRF, laser hair removal, laser facials, ու նաև lymphatic drainage massage dry sauna-ով։ Մենք ստեղծում ենք ոչ միայն գեղեցիկ արտաքին, այլև վստահություն։ Innovation that touches your skin։ Զանգահարիր հիմա 818 220 0220։ Ավելի քան 30 տարվա փորձառությամբ Եղնիկ ռեստորանը հրավիրում է ձեր բոլոր առիթներն անցկացնել մեր գողտրիկ անկյունում։ Մենք մատուցում ենք նաև քեթրինգ ծառայություն։ Մեր գները անհամեմատչած են շուկայականից։ Մեր տեղը անփոփոխ է 13 108 Sherman Way։ Զանգահարեք հենց հիմա 818 765 1401 հեռախոսահամարով եւ մենք ձեր օրը կդարձնենք իշարշա։ Девочка, стоп, не надо. Поверь же мне, я парень, то, что надо. Хочу я быть всегда с тобою рядом, дыханием сердца твоего. Լսի, նայ հես այս մեր մորքուրը, ոնց է իր ջերմը չափը խփում թևի տակ ու շատ արագ պարսկաստան։ Լսի դու լրիվ աննորմալ ես։ Աննորմալը դու ես։ Հիմա քո հերթն է, վсё։ Մոռացի դրա մասին։ Ասեցի չի կարա տենց բան լինի։ Քեզ նո վարա Ալեքսին։ Ասեցի չէ, հնարավոր չի տենց բան։ Ես բան ունեմ այդ մարդու հետ պայմանավորված։ Իսկ ինչ որ միտեղ գրած է այդ մասին։ Ոչ։ Դե ուրեմն վերջ։ Այդ նույնը ոնց որ ավազին քամու պահակ կար քեզ։ Լսի հասկացանք։ Մորթ ես, միամիտ մտքիցը թռել է, մոռացել ես։ Ինչա չի լինում տենց։ Չէ, լավ է լինում է։ Դու թող հա, ես ուրիշ բան կմտածեմ։
Լսի, երկաթը տակ-տակ են ծեծում։ Այս տանը քանի մեզանից զզվում են, ուզում են, որ մենք մի վայրկյան այս տնից շուտ դուրս գանք, պիտի սրանք իմանան, որ իր իրական կինը դու ես, դու ոնց չես հասկանում։ Գնա, քեզ տեսնեմ։ Ինչ ա եղել։ Նատալի, Ինչ ա եղել։ գնա մամայի մոտ մենք հետո կխոսենք, լավ։ Բայց բան ա եղել, պապա շատ անդրամադիր էր։ Նատալի, գնա մամայի մոտ, հետո կխոսենք։ Գնա։ Հաջողություն։ Անցի։ Գիտես չէ, այս բռիս մեջ է։ Մի հատ կայծ տան կվառ։ Մի հատ անցի։ Արի օգնեմ։ Գնացան, ապրու կտար գործ չունես անցի։ Ալեքս տղա, դու ես չես մարսելու։ Մի հատ ջի առաջ քեզ ասում եմ, երի ջի։ Դա գիտի մարսելու, չէ, չես մարսել։ Անցի ասում եմ, գնայ ամենի հարամ արեց մի հատ։ Գնա։ Ոչ բանեմ հարամ։ Արի, հա։ Ռուբինային չես անում։ Բաբա, յանի, ինձի խայտարակ արաշ, խայտարակ։ Բաբա, ես նրան մատով չեմ կպե, բաբա, եկա մտավ ծոցս։ Ես էլ մի վարկյան սենց ձերս տարամ փափուկ էր կարծամ դու ես, բաբա, ախր։ Ես մատով չեմ կպեն աստված, Ռուբինա։ Չես արել, թե չես ուզե անես։ Խոբ համ չի ուզում, համ էլ չկպամ, Ռուբինա, մին նեղացու, բաբա, ջիգյար տուտ է։ Յանի ափսոս են իմ տարիները։ Շատ եմ ափսոսում, հավատա։ Խնամիների մոտ ինձ խայտարակ արար, յանի ջիգյարս քյաբաբ արար։ Ես տենց բան չեմ արել, Ռուբինա, չեմ արել։ Ես երթում եմ։ Խոբ ուր ես երթում։ Ուր ես երթում միթե։ Ուր եմ երթում։ Թեհրան եմ երթում։ Թեհրան։ Առանց ինձ։ Նայիր, դու ոչինչ չունես այնտեղ անելու։ Յանի չեմ ուզում երեսդ տեսնեմ, եթե գասել, այնտեղ տուն առնես, ինչ կանես ինձանից հերու, բաբա, հերու ինձանից։ Խոբ Ռուբիկին իրա տնից վրընդում ես։ Ռուբիկն է իրան իրա տնից հանե։ Հասկացար։ Ռուբինա։ Բարով մնա։ Ռուբինա, մի օր այդ գործը։ Ռուբինա։ Օհ, բարի լույս։ Բարի լույս։ Ես ինչ ես կաժու դառնացել կյանքս։ Ճիշտն ասած, ես չեմ էլ քնել։ Հիմա ինչի։ Հիմա շատ ավելի վախենալու է, Ալեքս, ես իրոք վախենում եմ։ Ու վստահ եմ, որ այդ աղջիկը քո դեմ ցուցմունք ա տալու վաղ թե ուշ։ Գիտես, իր հայացքի իմ աչքի առաջ է։ Ինքը ինձ նենց նայեց դուրս գալիս, տպավորություններ ոնց որ ասեր, ես որ հետ գամ ես տուն, դու արդեն այստեղ չես լինելու։ Էլ մի սկսի էլի։ Լսի, կատաղած կնոջից վտանգավոր, մեկ էլ կատաղած կինն է, դու լավ իմացի։ Էվան փողը ուզե։ Ես տվել եմ։ Ինքը կատաղելու պատճառ չունի կյանքս։ Մինչև հիմա դու չես հասկացել, հա։ Իրան դու ես պետք, իրան փողը պետք չի։ Շատ մարդ շատ բան ա ուզում կյանքս։ Ես զբաղված եմ։ Չլի խանդում ես։ Ում խանդեմ։ Դրա։ Չէ։ Ուղղակի վախենում եմ, որովհետև աֆերիստ մարդկանց ես չեմ սիրում։ Իսկ ինքը աֆերիստ է։ Ինչ ես ժպտում։ Ախր չեմ կարող կենտրոնանալ, որ դու իսկական մոտիկ ես ինձ։ Դու ավելավա մտածի, թե ինչքան վտանգավոր կարա լինի այդ աղջիկը։ Օրի, որը չփչացնենք։ Գնանք։ Իրականում ես մեր առավոտները լրիվ ուրիշ կերպ էի պատկերացնում։ Բարի լույս։ Բարի լույս, սիրելիս։ Նա ինչ թարմ։ Այ, լավ փախլավա է։ Սուրճը պատրաստել եմ, ամենի ճարել եմ։
Փառք Աստծո, վերջապես տունս խաղաղվեց։ Ոայ, ապրե երեխես, վերջապես դրանց դուրս շպրտես բրծանք։ Լավ է որ։ Իհարկե լավ է։ Դրանք որ աշկերից առաջ էին, կարողանում էին կոնտրոլ անեինք։ Հիմա եսի ուր են գնացել, ինչ են անում, չգիտենք։ Բայց Ինչ բայց։ Հիմա չենք իմանում դրանց գլխին ինչ կփչի, ինչ կանեն։ լավ էլ է, էլ մի վախացրու։ Չեմ վախացնում։ Բայց հեչ լավ բան չստացվեց։ Էլի կգնային։ Բայց Ալեքսը թող լրիվ մաքրվեր։ Բայց այդ հնարավոր է։ Լոյերն ասում է, որ աշխատում է այդ ուղղությամբ։ Իրանք ժամանակ ապետք, որ Ալեքսի անմեղությունը ապացուցի։ Բայց ամենավատն է, որ FBI-ն էլ է աշխատում ու շատ ինտենսիվ։ Ու հեչ լավ չի, որ հիմա Եվան մեր տանը չի։ Շատ վատ է։ Շատ վատ է ու վտանգավոր։ Սուս, ոնց ասել էիր, տենց էլ արեցի։ Մազերս համարյա վերջացնում եմ, մեյքափս արել եմ։ Դուր գնացիր։ Կարևոր գործեր ունեմ, դու մտի սիրունացի, ես կգամ։ Մի րոպե սպասի, հա, մի հատ ուզում եմ հասկանամ, ինչի համար ես եկա, մազերս սարքեցի, մեյքափ արեցի, սիրունացա։ Որ ինչ անեմ, ուր գնամ, գամ կողքդ նստեմ։ Մոխրտիկի ավելի փոխարեն դու պիտի գեղեցկության սրահներից տուն չգնայիր։ Բայց դու այնքան ապուշ ես, որ դրանց դեմը դնում հավաքում ես։ Գնա սիրունացի արագացրու։ Հասկացա, արդեն արել եմ։ Դու հիմա ինձ ասա ուր ես։ Դու իմ հետ գործ չունես։ Դու միշտ պետքա պատրաստ լինես։ Մենք չգիտենք իրադարձությունները ոնց կարա զարգանա։ Սրանից հետո դու միշտ պետքա սիրուն տեսք ունենաս։ Միշտ լսում ես։ Լսի, դու չես հասկանում, որ ամեն ինչ վերջացած է։ Ամեն ինչ դեռ նոր է սկսում։ Ասա քեզ նենց սիրունացնեն, որ նույնիսկ ես չճանաչեմ։ Օ, չես ուզում ճանաչես, կարաս չճանաչելու տաս։ Վերջ, մի խանգարի ինձ։ Գլխարկս հանեմ, թե թողնեմ։ Ой, моя голубка. Դենտալուքսը միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Դենտալուքս միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բյուրանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիա, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար։ Իմպլանտներ, վինիրներ, ընդբուրում ճշգրիտ այնպես, ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք։ Զանգահարեք հիմա 818 418 5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentallux։ Ուղղակի հրաշք ատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն։ Ուղղակի եկեք եւ մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք։ Dentallux, գերարդիական կլինիկա, 818 418 5555։ Համայնքում մեծ ճանաչում վայելող Փախլավա ֆակտորին շարունակում է անակնկալներ մատուցել ու զարմացնել իր հաճախորդներին։ Լիբանանյան անուշահամ քաղցրավենիքները պատրաստված հատուկ լիբանանյան բաղադրատոմսերով ոչ միայն հայտնի են համայնքում, այլ նաև սիրված ու արդեն իսկ շուկայում իր տեղը զբաղեցրած։ Բազմազան տեսականի անուշահամ քաղցրավենիքներ, անգամ դիաբետիկ մարդկանց համար նախատեսված անուշեղեն։ Իսկ այս ամենը կարող եք ձեռք բերել Glendale, Encino, ինչպես նաև North Hollywood քաղաքներում։ Փախլավա ֆակտորի, նվիրեք ձեր սիրելիներին մի բուր քաղցրություն։ Our Family Market. Welcome to Our Family Market. Ձեր ընտանեկան խանութը, որտեղ գները մաչերին, սպասարկումը հաճելի, իսկ մթերքները թարմ ու սննդարար, թարմ ու բարձրակ մսամթեր, կատնամթեր, ընդեղեն, մրգեր ու բանջարեղեն, լավագույն գներ եւ ջերմ ընկերական սպասարկում, տեղում պատրաստվող սննդամթեր, քյուֆտա, բլինչի, սալատների տեսականի, ճաշեր ու անուշահամ խմորեղեններ, առաքում ու հաճելի սպասարկում։
Our Family Market, երբ գնումները հաճելի են ու անչափ համեղ։ Հիշեք այս անունը Our Family Market։ Զանգահարեք, պատվիրեք, այցելեք մեզ ու դարձեք մեր ընտանիքի անդամը։ Լեբրանդ, անմահական խոհանոց, նորաբորջ ու նրբահամ ուտեստներ, ծովամթերքների հարուստ ընտրամի, յուրահատուկ համ և գեղեցիկ մթնոլորտ, ջերմ ու արագ սպասարկում, կենդանի երաժշտություն և անզուգական բենդ, որը ձեր օրը կդարձնի անմոռանալի։ Իսկ եթե ունեք գործնական կամ բիզնես հանդիպումներ, կարող եք այն կազմակերպել մեր բացօթյա սրահում կամ առանձնանալ VIP սրահում։ Ունեք առիթներ, ծնունդ, կնունք ու հարսանիք, մենք այն կազմակերպում ենք բարձր մակարդակով։ Լեբրանդ, երբ հաշվի առնվում յուրաքանչյուր մանրուք։ Լեբրանդ, համին ոճի ներդաշնակություն։ Շատ սիրունա։ Շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ։ Ինչ որ խնամիները շատ լուռ են։ Աչքիս հաշտվել են։ Կամ դրանք իրար հետ հաշտվել են, կամ էլ իրար սպանել են։ Խնամի։ Հայտարակ եմ, խնամի ջան։ Տնավեր եմ։ Խնամի ջան, բաբա բնանուր է, սենյակում չի։ Ռուբինան գնացել է։ Գնացել է, ինձ թողել է։ Մենակ թողել։ Ես ինչ ես անում։ Ինչ ես անում Ալեքսի տան մոտ ապե։ Նատալին եմ սպասում, ինչ պիտի անեմ։ Ես տենց էլ գիտեի։ Ապե դու տենց էլ չհասկացար, որ ավելի կարևոր գործեր կա անելու։ Ախպորպես, Ալեքսի մոտ ամեն ինչն էլ նորմալ է։ Մարդը մի տան մեջ երկու կնոջ հետ ապրում է, երկուսն է տեղյակ են ու երկուսի մոտ է օք ասaq։ Դրանից լավն է։ Ամեն ինչ շատ վատ է։ Երեք Ալեքսը Եվային տնից դուրս է արել։ Ամեն ինչ իրար է խառնվել, մենք պիտի ավելի ուշադիր լինենք։ Մի րոպե։ Իսկ ինչ է դուրս անել, չլինի Սոնան ու Էվան հակել են իրար։ Ապե չգիտեմ, բայց իրավիճակը փոխվել։ Մենք պիտի շատ պատրաստ լինենք ամեն ինչի։ Այն Արսենն էլ մեր վրա ատամ ունի, այդ հաստատ կուլ տվողը չի։ Շատ վատ է։ Ուր է հիմա այդ Արսենը։ Արմենին ուղարկել եմ հետևելու։ Ախպորպես, ասա հասել ենք, արդեն կարան կիշնենք, հա։ Հա բա ինչ անեի ապե։ Ինչ անեի։ Սաղորը քեզ զանգել եմ, զանգերից չես պատասխանել։ Խի է անջատած հեռախոսդ։ Նատալին։ Հետո ինչ։ Ես վրաս տանեմ գործի գամ։ Ապե մի հատ կարաս լրջանաս։ Ախպերս կներես, բայց իչի, աղջիկ արդեն ուպր է ուզում նստի։ Ինչ անլուրջ մարդ ես դու, հորս Սարև։ Նատալի։ Ինչ էլ ախորժակ ունես առավոտ կանող խաց ուտելու։ Ոյ քուար այսի քուր է նա։ Ես Էվայի քուրն եմ, անունս Սուսիկա։ Ես գիտեմ ով ես դու։
Այս կոֆե ես դնում կյանքս։ Քո սիրած ձևով կյանքս արու։ Ոչինչ քողցրո քո նման։ Առավոտը քավծրով սկսիր առ։ Ինչ եղավ կյանքս։ Ոչ մի բան։ Էլ մի դեմքդ լրիվ փոխվեց, ինչ եղավ։ Կլեն դու այդ մասին չմտածես։ Չէ, Ալեքս, չի լինի, եթե կա պրոբլեմ, այդ պրոբլեմը դու մենակ չպիտի լուծես, մենք պիտի միասին լուծենք։ Ինձ ես քանը հերիք էր։ Ես պրոբլեմ չի, ես պրոբլեմի կա։ Ես այս հարցերը կլուծենք։ Հաստատ։ Հաստատ։ Ես հիմա տեղ եմ գնում։ Դու պատրաստ ես որ կամ իրար հետ միտեղ գնանք։ Ուր։ Ուր ուզես կյանքս։ Մենք ինչ ամուսնացել ենք, չենք հասցրել միտեղ գնանք։ Վերջապես մեր նոր տունը պատրաստ է։ Ուղղակի մնում է նեղ կահույքը ընտրենք ու վերջ։ Լուրջ պատրաստ է տունը։ Կյանքս։ Մենք այնքան բան ենք անելու։ Իսկ երբ ենք տեղափոխվելու։ Երբ ուզես։ Ինձ մնա հենց հիմա քեզ կգրկեմ ու կտանեմ շունջոկիր։ Թող մերոնք գնան։ Միանգամից կտեղափոխվենք։ Բայց գումես տան ինչ լրություն է, երևի բոլորը քնած են։ Հա դե եթե ձեները դուրս չի գալի, ուրեմն իրանց մոտ ամեն ինչ կարգ ու կանոնով կարգին է։ Բայց ես ուզում եմ քո հետ մի օր մենակ մնալ։ Կարամ չէ, քեզ վերցնեմ մի օրով միտեղ գնանք։ Մեծ հաճույքով կյանքս։ Կյանքս։ Արի ես գնամ իմ գործերը սանեմ, գա։ Դա դրա մասին մտածեք, հա։ Ինչ համով է։ Չեմ հասկանում քեզ ինձ տեղ կանչել։ Որովհետև դու ինձ ես պետք, ես քեզ։ Ու ինչ է ինձանից հասնում։ Սիրում եմ, որ ինձ քեզ խոսքից հասկանում են։ Քեզանից հասնում է, որ քուրս մնա այդ տանը։ Իսկ ես քեզ կօգնեմ, որ Ալեքսին բռնես։ Եթե ես ապացուցեցի, որ քուրդ ֆիկտիվ է, ամուսնացած, քրոջդ ոչ մի բան չի հասնելու։ Իմ քուրը ֆիկտիվ չի ամուսնացել։ Քուրս ամուսնացել է ԶԱԳՍ-ով, պսակադրվել է եկեղեցում, ապրում է ամուսնու եւ նրա ընտանիքի հետ։ Ուզում եմ հասկանամ, դրա ֆիկտիվը ո՞րն է։ Ասենք են, որ այդ տան մեջ քրոջիցը բացի ուրիշ կին ապրում։ Ում հետ Ալեքսը մի տարի առաջ եկեղեցում հայտ է ներկայացրել ամուսնության համար։ Դժվար թե իր նախկին սիրուհուն իրատուն բերի, քուրդ էլ դրա հետ օքեյ լինի։ Հա, հետո ինչ։ Այդ տանը այնքան մարդ է ապրում։ Ես էլ եմ այդ տանը ապրում։ Հյուրերն էլ եկան հարսանիք ու տենց որոշեցին, որ չգնան։ Իրանք էլ են մեր հետ ապրում։ Բայց հիմա խոսքը դրա մասին չի։ Արի թեմայից չշեղվենք։ Ախր ես ճիշտը գիտեմ։ Արի ես չխափենք։ Դու լավ էիր սկսել, բայց ոնց որ թե թեմայից շեղվեցիր։ Քուրդ վկա է հանցագործության։ Ալեքսն օգտագործում է քրոջդ, որ իր դեմ վկայություն չտա։ Բայց Ալեքսը ամուսնացել է Սոնա Զեյնալյանի հետ։ Հիմա ասա տենամ դու ինձանից ինչ ես ակնկալում։ Նորից սկսենք։ Դու օգնում ես ինձ, ես օգնում եմ քեզ։ Պարզ, շատ հասարակ գործարք։ Ինչ կասես։ Ինչ գործարք։ Արի կլինի դու ինձ փաստեր տրամադրի, որ հետագայում ոչ դու պրոբլեմ ունենաս, ոչ առավել եւս քուրդ։ Իսկ հանցագործություն թաքցնելը դա էլ է հանցագործություն համարվում։ Բայց ես այդ ամենի մեջ իմ շահը չտեսա։ Դու օգնում ես ինձ, ես օգնում եմ քեզ։ Ինձ թվում է այդ կլինի գործարք։ Հենց մտածես կզանգես։ Տոլմանը շատ համով էր։
Մայիսի 16-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Արկադի Դումիկյանի մենահամերգը։ Բոլոր ժամանակների ամենասիրված հիթեր դարձած հին ու նոր երգերի կատարմամբ։ Ակվակալենտեի շքեղ համերգասրահի բեմում կլինի Արկադի Դումիկյանը։ Շտապեք այցելել հենց հիմա rmtickets.com ամսերը ամրագրելու համար, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Հանդիպում ենք մայիսի 16-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում։ Ավելի քան 23 տարվա փորձառությամբ անշարժ գույքի մասնագետ Արմինե Սոլակյանը ձեզ կօգնի ձեռք բերել բնակարան շուկայի լավագույն արժեքներով։ Նրա հմուտ թիմը կերաշխավորի կարճ ժամանակահատվածում ձեր իսկ երազած բնակարանի ձեռքբերումը առանց ավելորդ մտահոգությունների։ Վստահեք Արմինե Սոլակյանին, ձեր ապագայի ամենամեծ ներդրում։ Մարինա Սամսոնը դաշնային քրեական գործերով փաստաբան է, իրավունքի պրոֆեսոր, ԱՄՆ Գերագույն դատարանի պալատի անդամ, ով ունի ԱՄՆ իրավապահ եւ արդարադատության համակարգերում աշխատանքի հարուստ փորձ։ Նրա կարիերան ընդգրկում է ինչպես մեղադրանքի, այնպես էլ պաշտպանության կողմի աշխատանքը, ինչը նրան տալիս է բացառիկ պատկերացում դատախազության եւ հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից դաշնային քրեական գործերի վարման, դրա դեմ արդյունավետ պաշտպանություն կառուցելու եւ վստահորդների շահերը լավագույնս ներկայացնելու համար։ Որպես դաշնային քրեական գործերով փաստաբան, նրա մասնագիտացումը ընդգրկում է ֆինանսական խարդախությունների եւ կազմակերպված հանցավոր խմբերի գործունեությանը վերաբերող գործեր, այդ թվում ռիկո գործեր, բանկային եւ էլեկտրոնային խարդախություններ, փոստային եւ արժեթղթերի խարդախություններ, առողջապահական եւ ապահովագրական խարդախություններ, հողերի լվացման գործեր, անձնային տվյալների գողություն եւ ֆինանսական հանցագործություններ։ Նրա առաքելությունն է պաշտպանել իր հաճախորդների ազատությունը, հեղինակությունն ու ապագան։ Flaming Flavor շաուրմա, միայն թարմսից պատրաստող հյութալի ու անմահական շաուրմաներ, հավի, տաղարի, խոզի, կոմբո պլեյթեր, 6 ու 12 հոգու համար նախատեսված, սալատների տեսականի, լցոնած կարտոֆիլ ու ածուխի վրա պատրաստվող անմահական խորոված ու հյութալի քյաբաբ։ Կարող եք պատվիրել Grubhub, DoorDash եւ Uber Eats տարբերակներով։ Կարող եք նաեւ համենալ մեզ մոտ ու ճաշակել հենց տեղում։ Flaming Flavor շաուրմա, Երևանյան համն ու բույրը բլենդելում։ Flaming Flavor, երբ ուտելն իսկական հաճույք է։ Lexi Primer, ձեր մեքենայի լավագույն բժիշկը։ Ձեր մեքենան միայն հարմարավետության միջոց չէ, այն ձեր կյանքի ապահովությունն է, ու մենք դա հասկանում ենք։ Lexi Primer Body Shop-ը առաջարկում է ամբողջական խնամք ձեր ավտոմեքենայի համար։ Արագ, որակյալ եւ վստահելի։ Ներկման եւ վերանորոգման բարձր որակ։ Մասնագետների թիմ, որը հոգում է ամեն մի դետալի մասին։ Ժամանակի խնայողություն եւ հարմարավետ սպասարկում։ Lexi Primer, զանգեք մեզ կամ եկեք անձամբ տեսնելու տարբերությունը։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում է մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են մեդիկալ, մեդիկեյր եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Դու քանիսին ես վերջացնում։ 3-ի։ Okay, ուղի 3-ին ստեղ կլինի։ Չէ, մեքենան բերելու են։ Մեկը մյուսի հետ ինչ կապ ունի, չեմ հասկանում։ Քո մեքենան բերելու են, ես կգամ մենք իրար հետ խոսալու բան։ Չէ, ուղղակի ես պետքա շուտ տուն գնամ։ Հա, էլի կգնաս։ Ասենք, չասենք մի գնա։ Ուղղակի լսի, տունը մի քիչ ծանր մթնոլորտ է, ուզում եմ մի քիչ շուտ հասնեմ տուն։ Քի։ Ընտանեկան խնդիրներ են։ Ես քեզ հետո կզանգեմ, դա։ Ցերում ես թե ոնց չեմ հասկանում։ Չէ, ուղղակի պետք է իրոք շուտ հասնեմ տուն։ Մեկ էլ չմոռանաս, որ մենք բան ունենք խոսալու իրար հետ։ Այդ գամ հասկանանք ոնց ենք կարում օգնենք Ալեքսին ու Սոնային։ Մենք չօգնենք, ինձ թվում է դժվար մեկ կարենալ։ Խնամի ջան, բարի լույս։ Բարի լույս։ Բարև բալես։ Աներ ջան, ոնց ես։ Ռուբինան գնացել է։
Ոնց գնացել է, ուր է գնացել։ Պարսկարստան։ Խնամի ջան, մի մտածի։ Մենք հələ կպարզենք ուրա գնացել։ Դու քո գործը գնա տղա ջան։ Մենք խնամներով մեր հարցերը կլուծենք։ Հաստատ, պա։ Հաստատ դու գնա։ Գնա, դու էլ գնա, Փեսա ջան, դու էլ գնա։ Ես որ իմանայինք դու հարսանիք չես անելու, ոչ ես կգայիմ, ոչ էլ Ռուբինաս կերտար։ Ողջույն։ Բարև։ Հույս ունեմ ուրախ կլինես։ Հիմա կտամ այն, ինչ որ դու պահանջում էիր։ Լոշկան։ Դու հասկանում ես, սրանով կարողանամ մի բանի հասնել։ Նայ։ Այստեղ սեղանները շատ մոտիկ են դրված։ Հետևի սեղանի նստողը հանգիստ կլսեր դիմացի սեղանի խոսակցությունը։ Ուստեղ մարդը, նայ, նստած է։ Հա։ Գիտես ինչ եմ ուզելու։ Ես կփորձեմ անպայման գտնել այդ մարդուն։ Գտի։ Մարդը մենակ է։ Բնականաբար ինքն է վճարել, դուրս է եկել, գնա անպայման դատարանի թույլտվությունը ունես։ Գտի իր հասցել եւ գնա գտի այս մարդուն։ Այս մարդու հետ ես պիտի խոսեմ։ Խնդիր չկա, անպայման կանեմ։ Շատ շնորհակալություն։ Սպասիբо։ Հաջողություն ձեզ։ Ստեսություն։ Տեղակ պայքից։ Ան, ուր ես դու։ Ավտոյից մեջ։ Լսի դրանք հələ խոսում են։ Չէ, քուրը գնաց։ Ինչ էին խոսում դու գիտես։ Լսել ես խոսակցությունը։ Չէ, չեմ լսել խոսակցությունը, բայց դե ինչ պետք է խոսային, թեման դու պետք է լերելի։ Հիմա դա որտեղ է։ Դան որ մեկ դա կինը թե տղամարդը։ Երկուսն էլ։ Կինը գնաց, տանել հենա ռեստորանում նստած հաց ա ուտում։ Տնաշենը նենց ախորժակ ունի մի հատ գաղ մենակով կուտի։ Հասցեն տեքստարա։ Ինչի համար։ Արդեն ասի հասցեն ուղարկի, հա։ Խնամի ջան, առաջարկում եմ դուրս գանք։ Համ կծրվես, համ ուզում ես բիզնեսները ստեսնեի, չէ՞։ Էլ չեմ ուզում խնամի ջան։ Էլ ոչինչ չեմ ուզում, մեր Աստված։ Խնամի ջան։ Բա, ի՞նչ ա եղել։ Մամադ գնացել է։ Պապատ էլ շատ նեղված է։ Այսինքն մամաս գնացել է, ուր է գնացել մաման։ Դե չգիտեմ։ Մենք արտնացանք, արդեն չկար։ Հիմա էլ զանգում եմ, չի պատասխանում։ Անջատած է հեռախոսը։ Մամետ թողավ գնաց է։ Թողավ գնաց մե պետար սակի պատճառով չհավատաց, բաբա։ Թողավ գնաց։ Մե մարդուց բաժանվավ, որ մե ողջ կյանք եմ հետ ապրել, բալես ախր այդ անհնարին, մե բան անհնարին, Մի վարքյան պապ ջան, ինչ ես խոսում, ես չեմ հասկանում, ինչ ա կատարվում։ Լավ, բալես խնդրում եմ, բաստող։ Արա ես քեզ չասիմ ոտերի տակ չընկնես։